Ողջույն սիրելի հետևորդներ, եկել եմ այսօր ձեզ ցույց տալու այս պրեպարատը, նախատեսված է պոմիդորների փոշոտման համար, ուրեմն 1 լիտրին բացում եք 1 գրամով, ընդհանրապես նախատեսված է 1 լիտրը 1.5-ով, բայց արդեն այս եղանակի համար կարող եք 1 լիտրին 1 գրամով բացել, այսօր ապրիլի 15-ն է, նշեմ եղանակը, եթե հաջորդ տարիներին էլ կնայեք, օրն էլ նշեմ, ուրեմն տեսեք, արդեն սրանք նախորդ վերևից ցույց եմ տալիս, նոր ծաղիկներն են, որ պիտի փոշոտվեն և արդեն փոշոտված ծաղիկներն են, փոշոտումը կատարում եք ամեն 4-րդ օրը, 3 օր միջակայք եք տալիս, ամեն 4-րդ օրը փոշոտում եք անում, տեսեք, հիանալի փոշոտումը պահել է, իրեն արդարացնում է դեղը, այսպես, ցույց եմ տալիս, ամենապատահական մի թփի վրա, այստեղ նախորդներն էլ կարող եք տեսնել, ելակներ, պոմիդորները դեռ չեն կարմրել, սիրելի հետևորդներ, այսօր փոշոտման օր էր, փոշոտումը կատարում եք կամ ձեռքով, կամ գործիքի միջոցով, ուղղակի ցողելով ծաղկի հատվածում, կամ հեղուկի մեջ եք մտցնում բաժակով, տեսեք ձեզ ինչպես հարմար կլինի, ինչ գործիքներով կարող եք անել։ Եղանակային պայմաններից ելնելով էլ կարող է լինել, որ փոշոտումը ինչ որ պահի լավ չբռնի, լավ չաշխատի, օրինակ այստեղ տեսնում եք, որ փոշոտումը այնքան էլ լավ չի եղել, տեսեք, սա կարող է կամ հիվանդության հետևանք լինել, կամ ինչ որ եղանակային պայմաններով պայմանավորված լինել, հիմա սա կարող եք տեսնել, որ փոշոտում չի եղել և անգամ ծաղիկները սկսել են նեղել։ Այսպես սիրելի հետևորդներ, եթե հարցեր կունենաք փոշոտման հետ կապված, կարող եք գրել, սիրով կպատասխանեմ։ Իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, դե ինչ, կհանդիպենք։